Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Ողջույն եմ, պարոն Բաբայան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ կարծում եմ, որ այսօր թերևս առավել քան երբևէ մենք ունենք կարիքը լսելու ձեր խոսքը եւ ձեր կարծիքը, եթե դեմ չեք։ Պարոն Բաբայան, դեմ չեք, ճիշտ է։ Չէ, դեմ չեք։ Ով չգիտի, դե ես հետևում եմ Facebook-յան ձեր գրառումներին, դուք հաճախ օրվա խորհրդին համապատասխան ասույթներ եք բերում, աֆորիզմներ եք ներկայացնում եւ կարծեմ 3 թե այսօր դուք գրել եք հետեւյալը. ինչը վատ է փեթակի համար, վատ է նաեւ մեղվի համար։ Մարկոս Ավրելիոսին եք մեջ բերել։ Եվ այսօր առավոտյան Հայաստանի վարչապետ Փաշինյանը նույնպես որոշել էր այդպես հանդես գալ հանրությանը խոսույթով, այսպես վերաձևավորած գտակարանից ձևակերպում Փաշինյանի Facebook-յան էջում մենք տեսանք. «Սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ»։ Եվ այսպես առաջին հարցս հետևյալն է. եթե դուք ասում եք ինչը վատ է փեթակի համար, դե Մարկոս Ավրելիոսն է ասում, բայց դուք ոնց որ հիշեցնում եք մեզ այդ մասին։ Ինչը վատ է փեթակի համար, վատ է նաև մեղվի համար։ Հարցս հետևյալն է. ինչն է այսօր վատ մեր պետության համար, որը անդրադառնում է մեր բոլորի վրա, եւ ինչու է Փաշինյանը որոշել հիշեցնել, որ մենք պետք է սիրենք մեր պետությունը։ Շնորհակալություն։ Կարծում եմ նախ հրաշալի միտք է Ավրելիոսի միտքը, եւ ինչպես ամեն մի խորը միտք, նա կարող է ունենալ նաեւ տարբեր մեկնաբանություններ։ Խորը միտքը դրանով է տարբերվում պարզունակ մտքից, որտեղ պարզունակ միտքը որևէ այլընտրանքային մեկնաբանություն չի հանդուրժում։ Ինչ է պետությունը առաջին հերթին։ Ես չեմ կարծում, որ պետությունը դա աբստրակտ հասկացողություն է։ Պետությունը դա առաջին հերթին մարդիկ են, որոնք ապրում են այդ պետության մեջ։ Ինձ որ բոլոր մարդիկ։ Անկախ իրենց հայացքներից, կողմնորոշումներից, մազի գույնից, սեռական պատկանելությունից, հայացքներից, կրթվածության մակարդակից։ Սա պետություն է։ Եվ պետություն սիրելու միայն մի ճանապարհ կա, սիրել այն մարդկանց, որոնք ապրում են այդ պետության մեջ։ Ավելի շուտ սիրելը միգուցե շատ պարտադրող ձևակերպում է։ Երևի ավելի ճիշտ ձևակերպումը կլինի ընդունել այդ բոլոր մարդկանց։ Իրենց տարբեր հայացքներով, տարբեր մոտեցումներով, իրենց թերություններով եւ դրական կողմերով, որտեղ մենք բոլորս էլ շատ տարբեր ենք իրականում։ Ընդ որում տարբեր ենք ոչ միայն մեր կարգավիճակով, որ ոչ միայն մեր էությունով, այլև տարբեր ենք նույնիսկ օրվա տարբեր ժամերին։ Մարդը փոփոխական է, դա հրաշք է, որ մարդը այդպիսին է, դրանով նա տարբերվում է մանիքենից, որը փոփոխական չէ։ Այնպես որ կարծում եմ, երբ դու ընդունում ես մարդկանց, որոնք ապրում են քո պետությունում, դրանով իսկ դու արձանագրում ես, որ եւ սիրում ես այդ մարդկանց, դրանով դու արձանագրում ես, որ սիրում ես այդ պետությունը։ Դա սիրեկս միմյանցն է։ Իրականում, բայց քանի որ այդ թեզը բիբլիական ունի համամարտկային նշանակություն, որը չի սահմանափակվում ոչ պետական սահմաններով, ոչ կրոնական, ուրեմն տարբեր մոտեցումներով եւ դրսևորումներով մենք երբ տեղափոխում ենք այդ ասացվածք այսօրվա մեր օրվանը, որտեղ մենք բոլոր դեպքերում ապրում ենք այս պետության մեջ եւ առաջին հերթին մտահոգված ենք այն ամեն ինչով, ինչ կատարվում է այս պետության մեջ եւ համոզված եմ, որ 99% իսկապես մտածում է ինչպես լինի, որպեսզի այս պետությունը լինի կոպիտ ասած հարմար մարդկանց համար, ապրելատեղ լինի, որպեսզի յուրաքանչյուր երկրորդի մտքում չանցնի, որ այս երկիրը ապրելու երկիր չէ
եւ ճիշտ ճանապարհ այս երկրից գնալն է։ Ինչպես անել, որ սիրես այս երկիրը, որտեղ պարզվում է, որ շատերը, ովքեր թողում գնում են այս երկրից, նրանք պակաս չեն սիրում մեր երկիրը եւ մշտապես դա արտահայտում են, հա։ Եվ երբ այցելում են այս հողը, երբ իրենց ստատուսներն են գրում տարբեր ձևի եւ սեր են բացատրվում այս երկրին, բայց երկիրը աբստրակտ հասկացություն չի, նա մյուս արյուն է ստանում միայն մարդկանցով։ Եվ եթե մենք մարդ հասկացողությունը երկրից հեռացնում ենք, երկիրը դառնում է ինչ-որ մի անիմաստ երևույթ, պարզապես քառակուսի կիլոմետր, պարզապես անտառներ, սարեր, լճեր, գետակներ, եթե այն կա, չգիտեմ, հուշարձաններ, բայց այդ ամեն ինչը մեռած է, եթե չկա մարդ, որ այդ ամեն ինչին շունչ է տալիս եւ մարդը, որը ապահովում է շարունակապությունը, հա։ Ինչն է մտահոգել ձեզ, որ դուք գտել եք, ես գիտեմ, որ շատ եք կարդում տարբեր այսպիսի ասույթներ, աֆորիզմներ եւ հիմա դա հասկացվում է, որ ձեզ մտահոգել է այդ հարցը, ինչը վատ է փեթակի համար, երկրի համար, պետության համար, ասում եք դուք, հիշեցնում եք դուք, վատ է մեղվի համար, վատ է յուրաքանչյուր մեկիս համար, ինչն է ձեզ մտահոգել, ինչու եք սա բերել, այս ասացվածքը հիշեցրել մեզ։ Փորձեմ ասել, ինչն է մտահոգել։ Մտահոգել է այն, որ հասարակությունը կամ հասարակության մի զգալի մասը փորձում է գտնել իր իմաստը այս երկրում, բացառելով ուրիշների ներկայությունը։ Դա շատ վտանգավոր է, որտեղ բոլոր նրանք, ովքեր ասում են, այ լավ կլիներ, եթե սրանք չլինեին, նրանք իրականում քանդում են փեթակը ներսից։ Մեղուներն են շատ տարբեր, գուցե շատ ավելի խորը, քան մարդիկ, որտեղ նրանց մեջ կա ինստինկտ փեթակը պաշտպանելու, նաև թշնամուց կամ ուրիշ մեղուներից, որոնք Տեսեք, դուք բնազդ եք, ասում եք բնազդ կա մեջները, դա ոչ միայն գիտակցված է պաշտպանել, այլ նաև բնազդային էլեմենտ կա, մարդու մեջ չկա այդ բնազդը։ Գուցե շատերը չհամաձայնվեն, բայց ես կողմնակից եմ, որ մենք փորձենք մեր լավագույն բնազդները արթնացնել, որտեղ բնազդները մենք հաճախակի ճնշում ենք մեր մտքերով, մտածողությունով, որոնք միշտ չէ, որ մեզ ստանում են դեպի լավ տեղ։ Ես համոզված եմ, որ մարդը իսկապես ծնված է սիրո համար, որ մարդը լուսավոր էակ է, անկախ ամեն ինչից, երբ մարդը հաճույք է ստանում, ուրախանում է ինչ-որ բանից, նա իսկապես լուսավորվում է, երբ նա չարանում է եւ կարծես իրագործում է իր մտքի նպատակները, նա երջանիկ իրեն միևնույն չի զգում, որտեղ ատելությունը երբևիցե չի կարող երջանկություն բերի։ Այո։ Դուք այստեղ եք մի շատ հետաքրքիր ձևակերպում վերել, ասում եք, մինչև վրեժխնդրության ճանապարհորդությունը սկսելը, փորեք երկու գերեզման։ Այդ ատելությունը մենք դա այն հարցերն են, որ այսօր մեզ բոլորիս անհանգստացնում են։ Տվյալ դեպքում վրեժխնդրության, չգիտեմ, հասել է ատելություն կարելի է ձևակերպել, որ հաղթում է մեզ մոտ մեր հասարակության մեջ կա այդ ատելության չափաբաժնի շատ մեծ լինելու հանգամանքը կարող ենք ասել, որը կարող է վրեժխնդրության անցնել եւ եթե վրեժխնդրության անցնի, ապա եթե երկու գերեզման, մեկը քեզ, մեկը մյուսի համար, ասում է այդ իմաստունով այս խոսքը ասել է, այսինքն դու ես ընկնում փոսը, ընկնում է նաեւ այն մարդը, ում դեմ դու վրեժխնդրություն ես գործում։ Ես կարծում եմ այդ աֆորիզմի մեջ ամենակարևորը նաև յուրաքանչյուր աֆորիզմ փորձում ես հարմարեցնել քո այսօրվա իրավիճակին, գուցե ինչ-որտեղ ազգային մենթալիտետին եւ այն արժեքային համակարգին, որը մենք ուրեմն կիրառում ենք։ Ցավոք սրտի կարծում եմ, որ
մեր արժեքային համակարգի մեջ ամենայնպես հասարակության մի զգալի մասի վրեժ ընկալվում է որպես արժեք, որպես ուժի նշան, որպես արժանապատվության նշան, բայց երբ մենք մտածում ենք կոնկրետ արդյունքի մասին, թե ինչ պտուղ ենք կրում այդ վրեժ խնդրության արդյունքում, մենք տեսնում ենք, որ անկախ մեր բարի նպատակներից մենք բոլորս հայտնվում ենք դժոխքում։ Սա ևս մի ցիտատ, ուրեմն Աստվածաշնչից, որ բարի ցանկություններով դժոխքի ճանապարհն է կառուցված։ Յուրաքանչյուր քայլ անելուց պետք է բոլոր դեպքերում քեզ պատասխան տաս, արդյոք այդ քայլը կբերի քո կյանքի, քո ժողովրդի կյանքի, քո պետության կյանքի բարելավման, թե ավելի շատ կդժվարացնի, թե ավելի մեծ խնդիրներ կստեղծի։ Եվ այստեղ շատ ճիշտ խորհուրդ է, մտածիր։ Այդ երկու գերեզման փորելը դա խորհուրդ է մտածելու, որտեղ մտածիր, որտեղ վրեժ խնդրություն, ատելությունը դրանք բումերանգներ են։ Բումերանգներ են, որոնցից հնարավոր չէ փախչել։ Նա հաստատ կգա կպտնի քեզ։ Եվ միգուցե հարվածը կլինի շատ ավելի ուժեղ։ Եվ միգուցե հնարավոր է, որ թշնամուտ կամ հանդեպ դու փորձում ես կիրառել այդ վրեժխնդրությունը իրան չհասնի, բայց քեզ հաստատ կհասնի։ Եթե դու նույնիսկ փորես մեկ գերեզման, շատ հավանական է, որ այդ մեկ գերեզմանի մեջ կհայտնվես հենց դու։ Առաջին հերթին։ Ցավոք սրտի։ Այս վերջի շրջանի երևույթները կամ ակտիվությունը Փաշինյանի, որը էլի հերթական շոկի մեջ է, ամենայն դեպս ես այդպիսի գրառումներ անդադ տեսնում եմ, ժողովուրդը շոկ է ապրում ամեն մի հայհոյանքից, հայհոյախառ խոսքից, ատելության դրսևորումներից։ Ինչ եք կարծում, այ իմ հարցերից նախորդ հարցս էդ էր, չափաբաժինը ատելության շատը քիչի, չգիտեմ, եթե մի կաթիլ էլ կա, արդեն ատելություն է, դա երևի սխալ հարց է, շատ է թե քիչ, բայց ձեր ընկալմամբ մենք ատելության մթնոլորտի մեջ ենք ապրում եւ չենք տեսնում ինչպես ճեղքենք եւ դուրս գանք այդ ատելությունից, թե դուք ինքներդ ասացիք, եթե դու ինչ-որ խնդիր ես լուծում, այո, կարող ես ինչ-որ հարց լուծել, բայց պետք է նայես դա դեպի լավն ես տանում դու այդ քո գործողություններով, թե ավելի խորն ես մտցնում ճահճի մեջ։ Լավ հարց է, շնորհակալություն, ես մացարձակապես չեմ կարծում, որ այն ինչ որ կասեմ, դա պեսիցած վերին աստիճանի իմաստություն է, բայց կարծում եմ, որ այն, որ ատելությունը շատ մեծ տեղ է գրավում մեր կյանքում, հասարակական, դա արձանագրում են բոլորը։ Սա երևի այն հարցն է, որտեղ բոլորը միավորված մտածում են միակարծիք են, այո։ Խնդիրը նա է, թե ինչպես դուրս գալ այդ ատելությունից։ Եվ այստեղ ամենամեծ խնդիրը նա է, որ մենք պահանջը դադարեցնել ատելությունը ներկայացնում ենք դիմացինին, այլ ոչ թե ինքներս մեզ։ Սա մեկ։ Եվ երկրորդը, որը կարծում եմ շատ կարևոր է։ Ես ասացի արդեն, որ մարդը բոլոր դեպքերում ստեղծված է լույսի համար։ Մարդն է ստեղծված։ Ոչ թե ժողովուրդը, ոչ թե հասարակությունը, ոչ թե ազգը, ոչ թե կրոնը, կոնկրետ մարդը։ Ուրեմն այս ճանապարհը ատելությունից դեպի սեր, սա անհատական ճանապարհ է։ Սա կոլեկտիվ ձևով անցնել հնարավոր չի։ Մենք հաճախակի գերագնահատում ենք ժողովուրդ հասկացողությունը, հա, մասսաները, ժողովուրդը սենց է ուզում, հանրությունը սա է ուզում, սա է, եւ հաճախակի վերում ենք շատ բացասական ուրեմն կարծիքներ, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Ես կարծում եմ, երբ մենք խոսում ենք ժողովրդի անունից, մենք խուսափում ենք պատասխանատվությունից, մենք լղոզում ենք պատասխանատվությունը, որտեղ հեշտ է ասել, որ ես պարզապես հանրության ներկայացուցիչ եմ, ժողովրդի ներկայացուցիչ եմ, չգիտեմ, մտավորականության ներկայացուցիչ եմ, եւ այլն եւ այլն։ Սա կարծես թե քեզնից հանում է այդ պատասխանատվությունը։ Երբ որ դու ասում ես, որ ես եմ, եւ պատասխանատու եմ իմ ամեն մի քայլի համար, իմ ամեն մի խոսքի համար, իմ ամեն մի գործողության համար,
Այստեղ շատ կարևոր է, որովհետև դու չես կարող արդեն այդ ատելությունը տարածես ուրիշների վրա։ Դու ինքդ արդյոք նպաստում ես, որ այդ ատելությունը տարածվի, թե դու կանգ ես առնում, թե դու հակառակ ես գնում։ Կա մի շատ կարևոր սկզբունք, աքսիոմ, հա, վատ բան չի գնալ ընդհանուր կարծիքի դեմ, վատ բան չի գնալ հոսանքի դեմ, թրջունը թրջում է քամու դեմ, այլ ոչ թե քամու ուղղությամբ, սա սկզբունք է, միայն հաղթահարելով ընդհանուր դիմադրությունը դու կարող ես կայանալ որպես անհատ, հակառակ դեպքում դու հրաժարվում ես քո անհատականությունից, հրաժարվում ես այն իվերուս տրված քո դերակատարումից, որ դու մարդ ես, դու պատասխանատու ես քո ճակատագրի համար եւ դու տեր ես քո ճակատագրի։ Երկու օր առաջ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրառում արեց հերթական եւ առաջարկեց ինչ ասեց, անցնել բացառապես քաղաքակիրթ բանավեճի, նա ասում է հուլիսի 1-ից, բարձում է ընդամենը 5 օր է տրված իր ընկալմամբ, ամենայն դեպս հուլիսի 1-ից, որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ, եւ այս պահից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից պարականոն բառապաշարի եւ խուսույթի կիրառման վրա։ Եվ ասում եմ հուլիսի 5-ին կկիսեմ իմ տպավորությունները, թե ինչ ստացվեց, բայց արդեն այսօր, դեռ 2 օր առաջ էր ինքը առաջարկել, հուլիսի 1-ն էլ այսօր է։ Այսօր մի նոր գրառում հայտնվեց, դե նա այդպես է, երևի մտածում է իր մտորումները, այսպես Facebook-ով է հանրության հետ շփվում, սկսեց մտածել, ասեց, բա լավ, եթե ինձ վիրավորում են, ինձ հայհոյում են, այնտեղ ասեց, ես չեմ հայհոյի։ Բա որ ինձ հայհոյում են, ես ինչ անեմ, ինձ լավ, իմ մերձավորներին, իմ ընկերներին, իմ բարեկամներին են հայհոյում։ Ասում է, անցնել ապօրինի մեթոդների անթույլատրելի է, պատիժ սահմանել չի լինի, էս չի լինի, այն չի լինի, եւ վերջում, ասում է, իմ դիրքորոշումը հստակ է։ Կոշտ խոսքին ես նույն ձևի կոշտ կպատասխանեմ, այսինքն ատելությանը ատելությամբ կպատասխանեմ, քիչ ատելությանը քիչ ատելությամբ կպատասխանեմ։ Ինչ է ստացվում, տեսեք դուք ասում եք մեկը դուրս գա եւ կանգնեցնի այս process-ը, որը բոլորին կարելի ասել հունից հանում է, զայրացնում է, ոչ մեկի համար հաճելի չէ տեսնել այս հայհոյանքները կարդալ։ Բայց առաջին հերթին հենց վարչապետը ասում է կանգնեցնում եմ, բայց հաջորդ գրառման մեջ ասում է չէ, եթե ինձ հայհոյեն, բայց ինչպես պաշտպանվեմ, ես պետք է նույն ձևով չի ասում ական, բայց ական է ստացվում։ Ինչ անենք այստեղ մենք։ Շնորհակալություն, լավ հարց։ Ես ընդհանրապես չեմ սիրում խորհուրդ տալ, այնպես որ կարծում կարողանամ միայն սեփական կարծիքս հայտնել։ Կարծում եմ խնդիրը կարգավորման թյուրըմբռնման մեջ է։ Վարչապետը փորձում է ասենց ասեմ արտաքին կարգավորում ստեղծել։ Արտաքին կարգավորումը վատ բան չի, երբ որ կա ներքին կարգավորումը։ Ես չեմ հայհոյում, որտեղ չեմ կարող հայհոյել։ Ունակ չեմ պարզապես հայհոյել։ Ես չեմ սպանում, որտեղ չեմ կարող սպանել։ Ես չեմ գողանում, որտեղ չեմ կարողանում գողանել։ Դա քո կիրք լինելու աստիճան երևի։ Սա քո դաստիարակությունն է, քո կրթվածության, քո էությունն է, այդ ամենից, այո, էություն է ձևավորվում։ Եվ այդ ներքին կարգավորումից իսկ յուրաքանչյուր կարծում եմ կայացած մարդ հիմնականում, ասենց ասեմ, ապրում է արգելանքների, ներքին արգելանքների պայմաններում։ Այս բանը չի կարելի անել, այս բանը չի կարելի ասել։ Սա ներքին պահանջ է։ Այս ներքին պահանջը ձևավորելու համար, այո, շատ մեծ աշխատանք է պետք, որ դու տանես քո վրա, ոչ թե դիմացինիդ վրա։ Որտեղ դիմացինի վրա տարած աշխատանքը միշտ լինում է շատ անարդյունավետ։ Եվ
Էլի մտածենք մի քիչ արդյունքի մասին, հա։ Ինձ կոշտ ձևով վիրավորեցին։ Ես նմանատիպ ձևով կոշտ վիրավորեցի։ Ինձ ավելի կոշտ վիրավորեցին։ Ես ավելի կոշտ վիրավորեցի։ Սխեման, այս սխեման, որ առաջարկում է, նա անվերջանալի է։ Դա բերում է հասնում է երկու գերեզման փորելուն։ Հա, նա անվերջանալի է։ Չէ՞։ Մի քայլ Փոխաբերական եմ ասում։ Այո, դա իսկապես այդպես է, որտեվ միշտ կգտնվի մեկը, որ քեզ ավելի, ասենք ասեմ, կոշտ կպատասխանի։ Միշտ կգտնվի մեկը, որ ավելի մեծ ատելությունով կլծվի քո հանդեպ։ Միշտ կգտնվի, դու չես կարող գերազանցես բոլորին։ Հին սովետական մուլտ կար, հա, մի ասա, որ դու ամենաուժեղն ես, կգտնվի ավելի ուժեղ, մի ասա, որ ամենախիզախն ես, միշտ կգտնվի, մի ասա։ Մի փորձիր հանրության հետ մտնել կոպիտ ասած առևտրի մեջ մի վիրավորեկին ես ձեր չեմ վիրավորի կգտնվի միշտ վիրավորող այնպես չի լինում ընդ որում որևէ հանրության մեջ այնպես չի լինում որ որևէ մեկը որևէ մեկին չվիրավորի նույնիսկ ամենաժողովրդավարական Ինչ խորհուրդ կտաք ինչը չի գիտակցում տեսեք Փաշինյանը այսպես իլուր բոլորի ասում է ժողովուրդ չի ասում բայց դա է Ես համենայն դեպս այդպես եմ ընկալումներով եղեք, դա իմ ընկալումն է, ես չգիտեմ ինչ անեմ, ասում է Փաշինյանը, ասում է ինձ վիրավորում են, ես չգիտեմ ինչպես պաշտպանվեմ, դուք ինչ խորհուրդ կտաք։ Ես կարծում եմ յուրաքանչյուրը պատասխանը գտնում է սեփական սկզբունքներից ելնելով։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ կա 3 ճանապարհ։ Առաջին ճանապարհը դա իրավականն է, որի մասին կարծեմ այդտեղ ասվում է, հա։ Այո, ասեց, չեմ կարող։ Նախ դատարան չեմ կարող։ Դատարան եւ այլն եւ այլն։ Չունեմ անձնական այդքան եւ այլն։ Երկրորդ ճանապարհը պայմանական է։ Այդ ճանապարհը այդպես անվանում արիստոկրատական է։ Ուրեմն արհամարել։ Երրորդ ճանապարհը բան է կիսագողական է, նույն ձևով պատասխանել, որտև նույն ձևով պատասխանել մի բան էլ ավել, դա գողական սկզբունքներ են, նրանք չեն կարողանում ներել վիրավորանք, եթե նկատել եք, ամեն մեկը ընտրում է իր պատասխանը ելնելով սեփական այդ կարգավորումներից։ Այո, կիրթ լինելուց կամ կիրթ Ես անկեղծ ասած կիրթ լինել այդ ժամանակ մի քիչ ավելի լայն երևի ներկայացնենք, հա, որովհետև կարող են լինել մարդիկ, որոնք այդքան էլ կիրթ չլինեն։ Կիրթը ներքին Հա, բայց ներքին այդ բաներ ունենալ, արտաքին ստանալու հետ դրամատիկ դա ներքին, որ ասեցինք դաստիարակությունից, քո ներքին, քո ես չեմ կարող անել։ Խորհուրդ կտամ վերաբերել նման ուրեմն բառապաշարներին, որով քեզ վիրավորում են, ինչպես բնական աղետներին։ Եթե դու լսում ես ամպրոպ, պետք չի կանգնել ու գոռալ ամպի վրա։ Միևնույն է ամպրոպը կշարունակի իր սև գործը։ Ինչ եք կարծում։ Սա ինչու եմ ես այս հարցերը բերում եմ որպեսզի տեսնենք տամ այս հարցը բերեցի մոտեցրեցի այս հարցին։ Ինչ է հասկանում աշխարհը տեսնելով, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Լսելով, թարգմանվում է մի վայրկյանում։ Վայրկյանապես է թարգմանվում, բոլորը գիտեն։ Արտասահմանյան թերթերի առաջին էջերում ծաղրում են, ոչ միայն Փաշինյանին են ծաղրում, Կաթողիկոսին են ծաղրում, երկրին են ծաղրում։ Սա ես որ հարցը բարձրացնում եմ ինչ անելը, սա ավելի մեծ խնդրեմ է։ Այդ դուք ասում եք փեթակի, հա, ինչը վատ է փեթակի համար։ Մեր փեթակի համար, մեր պետության համար խնդիր է։ Արտաքին թշնամին դա մի հարց է, բայց մենք հիմա նաև խոսում ենք մեկ այլ խնդրի մասին, որը մեր պետության այսպես գլխին եկել է։ Լավ հարց է, միգուցե սխալվում եմ, բայց ես համոզված եմ, որ վարքաբեկել մարդը կարող է միայն ինքն իրեն։ Եկեղեցին կարող է միայն ինքն իրեն վարքաբեկել։
իշխանությունը կարող է միայն ինքն իրեն վարկաբեկել։ Մեր մտածողության մեջ հաճախակի կիրառվում է լրիվ հակառակ մեթոդը։ Այ մեզ վարկաբեկեցին։ Հնարավոր չի։ Եթե դու ներքուստ ամուր ես եւ չես տալիս առիթ նման մեղադրանքների, ինչքան ուզում են քեզ վարկաբեկեն, սուտ խոսեն, դա շատ արագ անհայտանում է։ Ինչ վերաբերում է, ինչպես են մեզ ընկալում։ Մեզ ընկալում են այնպես, ինչպես մենք ինքներս ենք մեզ ընկալում։ Չի կարող արտաքին աշխարհի, նախ մի քիչ մեծամտություն է կարծում եմ, երբ մենք խոսում ենք արտաքին աշխարհի մասին, որը շատ մեծ ուշադրություն է դարձնում մեր վրա, իրականում դա այդպես չի, բայց իրականում նայեք, մենք խոսում ենք, որ մենք պարտավոր ենք խաղաղության մեջ ապրել մեր հարևանների հետ, հա? Անկախ նրանից, թե որ երկրում ինչ համակարգ է տիրում, ինչ ազգային արժեքներ եւ այլն։ Բայց եկեք առաջին հերթին համերաշխության մեջ ապրենք ինքներս մեզ հետ։ Հնարավոր չի ինչ որ բան թելադրել քեզնից դուրս եւ որ քո ներսում հակառակ process-ներն են գնում։ Եվ մենք երբեք համերաշխ չենք ապրի մեր հարևանների հետ, մինչև մենք չստեղծենք հանրային համերաշխություն մեր մեջ։ Մինչև մենք չապրենք ընտանիքի սկզբունքով։ Ժողովուրդ ընդհանրապես պետությունը պետք է ապրի ընտանիքի սկզբունքով։ Ընտանիքում շատ տարբեր կարծիքներ կարող են լինել։ Ծնողների, երեխաների մեջ, քույր, եղբայր մեջ, շատ տարբեր մոտեցումներ, շատ մեծ կոնֆլիկտներ կարող են լինել, բայց դա մի ընտանիք է։ Եվ երբ գալիս է խնդիրը հարևան ընտանիքի, դու որպես կուր միավոր ես հանդես գալիս։ Եվ այն, որ մենք տարբեր ենք, դա վատ չի, դա շատ լավ է։ Դա ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք տարբեր լինելով համախմբվել մի շատ կարևոր գաղափարի շուրջ։ Իսկ կարևոր գաղափարը հետևյալն է, սա մեր հայրենիքն է, սա մեր տունն է։ Եվ որպեսզի մենք այս տունը կարողանանք կառուցել, մենք պետք է միավորվենք այդ ամենակարևոր սկզբունքի վրա, չփորձել փոխել իրար, որտեղ մենք հիմնականում զբաղված ենք իրար բարոյական մեղադրանքներ ներկայացնելով եւ ցանկություն անելով փոխել իրար, հա, այդ շատ տարածված բառը, բա ամոթ չեք անում, չէ՞, շատ ընդունված է մեր մոտ։ Ինչ է ամոթանք տալիս։ Ամոթանք կարող է տալ մարդը միայն ինքն իրեն։ Ամաչի օրվա վերջում այն ամեն ինչի համար, ինչ որ նա արել է օրվա ընթացքում։ Ես հաճախակի նման զգացմունք ապրում եմ։ Բայց մենք մի ընտանիք ենք։ Եվ այս ընտանիքը պետք է լինի ուժեղ։ Եվ արտաքին աշխարհը պետք է մեզ ընկալի որպես մի ընտանիք։ Սրանք հետաքրքիր ընտանիք են։ Այս ընտանիքի անդամները շատ տարբեր մարդիկ են, տարբեր մասնագիտությունների, տարբեր մոտեցումների, տարբեր ճաշակի, բայց դուք ցեք ինչքան իրենք ամուր են։ Միշտ օրինակ եմ բերում, անկեղծ ասած, մարդու ձեռքը, հա, 5 տարբեր մատ, բայց բռունց կարելի է կազմել, երբ որ այդ 5 տարբեր մատերը միավորվում են։ Եթե ասենք թե բութ մատը իրեն գերադասեր բոլորից եւ ասեր, որ մնացած բոլոր մատերը պետք է լինեն բութ, միայն այդ ժամանակ մենք կդառնանք բռունցք, միայն բութ մատով բռունցք կազմել հնարավոր չի։ Բայց դուք հիմա նոր բռունցք կազմեցիք, ցույց տվեցիք ձեր բռունցքը եւ մի կետում է, չէ՞, բոլոր 5 մատերը գալիս միավորվում են մի կետում։ Որպեսզի ձեռք լինի ուժեղ։ Այո, որպեսզի ձեռք լինի։ Այդ մի կետի գուցե որոնումներն են, գուցե այդ կետը։ Հա, կներեք պարզապես COVID-ից հետո մեկ մոռանում եմ մտքերս հիմա ասեմ, որ բան։ Երբ այս 5 մատերը հասկանան, որ իրենք բոլորը բուսել են այստեղից, սա է իրենց տունը, այո, միարմատն, իրենք կսկսեն միավորվել դառնալ բռունցք։ Երբ որ իրենցից յուրաքանչյուր ասի, չէ, միայն ես եմ շարունակողը, հա, այդ դաստակի, բռունցք չի դառնա։ Մենք խոսեցինք պայքարի մասին, պայքարելու կարիք ասենք թե, այո։ Ընդ որում երկու կողմերն էլ պայքարի, ես չեմ անձնավորում հիմա այն խոսքս, բայց բոլորը արդեն հասկանում են, որ կան տարբեր կողմեր, եթե պայքար է, ուրեմն կան պայքարող կողմեր։ Պայքարող կողմերը, երկու կողմերն էլ ասում են,
ես սիրում եմ պետությունը եւ ես պայքարում եմ հանուն իմ այդ պետության։ Մյուս կողմն էլ է ասում, ես, դու հիմա որ իմ դեմ պայքարում ես, դու պետության դեմ ես պայքարում։ Այն մյուսն էլ ասում է, չէ, ես եմ պետությունը։ Հիմա պետություն սիրող տարբեր բևեռներ կամ տարբեր ուժեր մտել են պայքարի մեջ, ամեն մեկը մի ձևով է գուցե ընկալում սերը պետության ու հետ գանք այդ կետին, գուցե այդ մի կետը, որը պետք է միավորի եւ որն է այդ սերը պետության, որ պետությունն ենք մենք սիրում, չեն կարող իրարամերժ սեր ունենալ նույն պետության հանդեպ սերը լինի իրարամերժ։ Դա հնարավոր է։ Դա հնարավոր է եւ փորձենք գտնել համակերպության սկզբունքը։ Նայեք, դուք շատ մի քանի անգամ շատ ճիշտ ընդգծեցիք, հա, ըստ շատ ճիշտ։ Պետություն բառը։ Պետությունը կարգավորվում է օրենքներով։ Չի կարելի սիրել պետություն եւ արհամարել օրենքները։ Չի լինում այդպես։ Կարելի է սիրել հայրենիք, կարելի է սիրել ժողովուրդ, կարելի է սիրել, չգիտեմ, կրոն, կարելի է սիրել հազար ու մի բան արհամարել պետական օրենքներ, բայց պետությունը դա օրենք է։ Վատն օրենքը եկեք փոխենք այդ օրենքը։ Կիսատ օրենքը եկեք բարելավենք, բայց քանի մենք ցույց ենք տալիս մեր հարգանքը օրենքի հանդեպ, այս օրենքի հանդեպ հարգանքը պետության հանդեպ սերն է։ Ուրիշ սեր պետության հանդեպ գոյություն չունի։ Ուրիշ սերը դա աբստրակտ հասկացողություն է, որը բնորոշ է միգուցե գաղութին, չգիտեմ, հազար ու մի բանին, բայց ոչ պետությանը։ Ձևակերպում կա պայքարելու կարիք, ուրեմն պետք է քաղաքակիրթ ձևով պայքարել եւ օրենքի շրջանակներում օրենքը ճանաչելով պայքարել։ Կարելի է այդպես ձևակերպել մեր որպես այսպես ամփոփում մեր խոսքի։ Կարելի է, այլին ասեմ դες, նայեք, մեր շատ հայրենակիցներ, որոնք մեկնում են տարբեր երկրներ ապրելու, միշտ որպես մեծ առավելություն նշում են, դա օրենքի երկիր է։ Եվ այնտեղ անկախ քո հայացքներից, հա, նաև մեր շատ հայրենակիցներ, որոնք ապրում են տարբեր երկրներում, ունեն շատ տարբեր հայացքներ, բայց իրենք պարտավոր են պաշտպանել այդ օրենքի, այդ երկրի օրենքները, ենթարկվել, ուրիշ ձև չկա։ Պարոն Բաբայան, տարիներ առաջ Միացյալ Նահանգներից Հայաստանն էի վերադառնում եւ ինքնաթիռը պետք է կարծեմ Փարիզում էր իջել եւ Փարիզից հետո Երևան պետք է գար։ Դե ինքնաթիռը կարծեմ Վաշինգտոնից էի գալիս։ Վաշինգտոնից ուրեմն եկավ բան Փարիզ, բոլորը կոկիկ հագնված, լուր, հանգիստ, ինչպես վայել է, այսպես ասած։ Իջանք Փարիզ, Փարիզից հետո եկավ դեպի Հայաստան գնացող ինքնաթիռը եւ ինչ որ մի խումբ, որը նույն այդ ինքնաթիռից էր, որտեղ այդ նույն գծով էին գալիս, հա, տրանզիտով։ Մենք ես տեսա նույն դեմքերը։ Մենք մտանք այս ինքնաթիռ եւ սկսվեց մի ուրիշ վիճակ։ Շորերն էին հասցրել փոխել, ծխում էին, խաղում էին, ծիծաղում էին, շատ ազատ էին իրենց բամ, Հայաստան էին գալիս, շատ մեծ ուրախություն էր, բայց կանոնավոր չէր, այդ ստյուարդեսան հանգստացնում էր, ասում էր նստեք, ես կապեք, կոճկեք, ես անջատեք, ես արեք, չէին ենթարկում, չէին լսում, ազատություն էր, գնում էին Հայաստան հայրենիք իրենց։ Այնտեղ հանգիստ նստած նույն մարդիկ, երևի այսպես փողկապներով, այստեղ արդեն ուրիշ ձևով ազատ, ազատություն է, պրոբլեմ է, քաոս է։ Լավ հարց է, շնորհակալություն։ Ազատությունը դա քաոս է։ Ոչ։ Ազատությունը կարող է լինել եւ քաոս, ազատությունը կարող է լինել եւ քաղաքակրթության ամենաբարձր աստիճան։ Սա գալիս է քո ներքին կարգավորումներից ներքին։ Ազատությունը ունի մի շատ կարևոր հատկություն, սկզբունք։ Քո ազատությունը չպետք է խափանի ուրիշի ազատությունը։ Սա արդեն կարգավորում է։ Այդ դուք ասում եք, ծխում էին, աղմկում էին այդ աղմուկը։ Սահմանափակում էր ուրիշի ազատությունը, որ ուզում էր հանգստանալ։ Այդ ծխելը սահմանափակում է չծխող մարդու ազատությունը։
Եվ այլն, հազար ու մի հատ նման հարցեր։ Այն ինչ ինքնաթիռի կանոններով չէր թույլատրվում, արվում էր դա։ Այսպես ասենք, կանոն մենք օրենքի մասին ենք չէր խոսում։ Կանոններին հակառակ գործողություններ էին։ Ես հասկանում եմ արմատները որտեղից են գալիս։ Հիմա գուցե ասեմ շատ տրիվիալ մի նախադասություն, որը շատ ենք օգտագործում, երկար դարեր պետություն չունենալը եւ պետության օրենքները ընկալել զուտ որպես օտարի պարտադրանք։ Երբ որ դու գաղութ ես, երբ որ դու համայնք ես, քեզ պարտադրում են ապրել այս օրենքներով։ Այդ օրենքները ուրիշինն են։ Ազգային անվտանգություն ուրիշինն է, ոստիկանություն ուրիշինն է, դատարանները ուրիշինն են եւ այդ բոլոր մեխանիզմները ստեղծված են քո ազատությունը ճնշելու համար։ Իսկ եթե դա քոնն է, իսկ եթե դա նույնիսկ քոնը չէ, բայց դու պետք է դա դարձնես քոնը, որտեղ միջև դա քոնը չի դառնում, պետությունը չի կայանում։ Պետությունը ես եմ։ Վերջերս մի հանդիպում էր եւ մասնակիցներից մեկը ասեց, եթե ես աղբը չնետեմ, արդյոք քաղաքը կդառնա մաքուր։ Մի հոգի եթե աղբը չներ, քաղաքը իհարկե մաքուր չի դառնա, դու մաքուր կդառնաս։ Եթե աղբը չնետես։ Այ եթե դու դառնաս մաքուր, քաղաքն էլ կդառնա, երկիրն էլ կդառնա, բայց հնարավոր չի պահանջել, որ երկիրը մաքուր լինի, երբ որ դու կեղտոտում ես ինքդ, երբ որ դու կեղտոտ ես, որտեղ երկիրը ես եմ, մենք ենք։ Այսինքն սկսիր քեզանից եւ եթե դու շոկ ես ապրում, երբ որ լսում ես նույն այս Փաշինյանի, ասենք եզրույթները կամ խոսույթը կամ մեկ ուրիշի խոսույթը, մեկ ուրիշի հայհոյանքը, դե չեմ խոսում սոցցանցերում ինչ է կատարվում, եթե ինչ որ հարց են քննարկում, ապա ինչպես այդ մարդը ասում է ես մաքուր եմ, ես չեմ խոսում, բայց ինչպես ինքը ներազդի մյուսների վրա։ Հա, սկսեց ինքը իրենից։ Ինչպես այդ շղթան կտրենք, այդ կախարդական այդ բանը օղակի ծայրը գտնենք ու կտրենք ու որպեսի հանգիստ, այո, էլի ասում եմ, պայքարել կարելի է, պայքարելու ձևեր կան քաղաքակիրթ։ Վիճել կարելի է, սեփական կարծիքը ուրիշից տարբերվող կարելի է ասել, բայց դա ամենքը ձև ունեն։ Շատ բարի, գիտեք, ես կարծում եմ, որ ստեղ կա երևի որոշակի շփոթություն եւ այդ շփոթությունը գալիս է նրանից, որ ցավոք սրտի հասարակության մի զգալի մասում շատ սխալ է ընկալվում ուժ հասկացողությունը։ Բոլոր մարդիկ ուզում են ուժեղ լինել։ Կինը, տղամարդը, երեխա է, մեծահասակ է, մարդ ուզում է ուժեղ երևալ։ Կոպտությունը եւ վիրավորանքը թուլության նշան են, այլ ոչ թե ուժի։ Երբ մենք դա կհասկանանք, որ ահաբեկությունը դա թշվառության ու խեղճության արդյունք է, այլ ոչ թե ուժի։ Ուժեղը չի զբաղվում ահաբեկությամբ, ուժեղը չի վիրավորում, ուժեղը չի գոռում, դրա անհրաժեշտությունը չկա, որտեվ ուժը զգացվում է համոզմունքների մեջ, ուժը զգացվում է քո սկզբունքների մեջ, քո արժեքային համակարգի մեջ, եւ երբ որ դու համոզված ես քո ուժի մեջ, դու կարիք չունես ոչ վիրավորելու, ոչ գոռալու, ոչ ինչ որ հակաօրինական գործողություններին դիմելու, այլ երբ որ դու համոզված ես դրա մեջ, երբ որ դու կասկածում ես, դու ինքդ քեզ ողջևորում ես դրանով։ Ինչու, որտեղ դու թույլ ես։ Ուժերը դա ինեն թույլ չի տա։ Անստացվեց, բարախար ստացվեց։ Դա իսկապես այդպես է, ուժեղ մարդը չի ներողություն հայհոյի եւ խփի։ Եթե դու խփեցիր, եթե դու հայհոյեցիր, դու ստորագրեցիր քո թուլության տակ, ընդունեցիր քո թուլությունը։ Բայց Թրամփը ասում է, տեսեք, ես ուժի միջոցով հաղթեցի։ Դե ոչ միայն Թրամփն է ասում, ոչ միայն նա, բայց պատմությունը վերջի կդնի իր վերջնական գնահատականը։ Պատմության մեջ եղել են բազմաթիվ մարդիկ Թրամփից եւ Պուտինից ավելի, այսպես ասած, հզոր երևակող, հա, Հիտլերը, Ստալինը։ Ինչպես ենք մենք այսօր գնահատում այդ մարդկանց։ Սա շատ ժամանակավոր է։
Եվ կարծում եմ այդքան շատ խոսել սեփական ուժի մասին, ինչպես խոսում է Տրամփը, կամ ազգային արժեքների մասին ամեն օր, ինչպես խոսում է Պուտինը, գալիս է հենց դրանից ոչ մեկն է հավատում իր ուժին, ոչ էլ մյուսը իր ազգային արժեքներին։ Հա, Բարդույթի հետևանք է։ Սա Ֆրեդն էր ժամանակին շատ լավ բնութագրել որպես լատենտային երևույթ։ Նա իհարկե դա նկատի ուներ սեռական փոքրամասնություններին վերաբերող եւ ասում էր որքան լատենտային փոքրամասնություն, որոնք ամենաակտիվ հոմոֆոբներն են։ Այդ լատենտայնությունը, երբ որ դու վախենում ես, որ կբացահայտվես, ու դու սկսում ես լրիվ հակառակը խոսել։ Վախկոտ է Տրամփը իրականում։ Ոչ մի ազգային, ոչ մի մարդկային արժեքներ չունի Պուտինը, բայց երկուսն էլ մշտապես խոսում են դրա մասին։ Լատենտային վիճակ։ Եվ ինքնագնահատական են տալիս, իրենց պետք է այդ գնահատականը։ Դե իրենք չեն համբերում, որ այդ գնահատականը տան ուրիշները։ Դե ուրիշներն շողոքորթելով եւ այլն ամեն ինչ արժեքը երևում է, ամեն ինչը երևում է, դուք ճիշտ եք ասում, ժամանակը երևի թե ամեն ինչ իրենց։ Բայց շողոքորթելու համար շողոքորթողը պետք է լսի ու հասկանա, թե դու ինչ ես ուզում լսել։ Մինչև քեզնից իմպուլս չգա, նա չի արտակարգ։ Պարոն Բաբայան, չեմ կարող չհարցնել գոնե մեր զրույցի ավարտին ձեր կարծիքը ինչ է կատարվում իշխանություն, ասում են եկեղեցու դեմ է պայքարում իշխանությունը, Արարատ Միրզոյանը երեք ասեց, դա սխալ ձևակերպում է, այդպես մի ասեք, մենք կոնկրետ երևույթների դեմ ենք պայքարում եկեղեցում, ինչ է կատարվում։ Անկեղծ ասած ինձ շատ քիչ է հետաքրքրում դա, որտեղ ես ինքս ագնոստիկ եմ եւ մի քանի անգամ ասել եմ արդեն, որ սահմանադրության կետն է պետք պահպանել։ Եկեղեցին անջատված է պետությունից։ Դա նշանակում է ոչ պետությունն է խառնվում եկեղեցու գործի մեջ, ոչ էլ եկեղեցին պետք է խառնվի։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ այս հարցերին, ես ունեմ մի վարկած եւ կարծում եմ, որ երբ որ փաստերը իրար հետ տեղադրում ես, իրականում սա Հայաստանի առանձնահատկությունը չի, բայց Հայաստանում էլ կա գործակալական ցանց։ Ռուսական գործակալական ցանց, որը բացահայտվել է տարբեր եւ նախկին սոցիալիստական եւ սովետական հանրապետությունում, Մոլդովա, Ռումինիա, եւս էլի կարծեմ Չեխիայում, որը հաջողության է հասել Վրաստանում, որտեղ եւս եկեղեցին շատ ակտիվորեն ներգրաված էր այդ շարժման մեջ եւ մոտավորապես օլիգարխ, ռուսական կապիտալով եւ այլն, երևակայությունը շատ հարուստ չի համապատասխան օղակների, որ Սովետ միության շարունակությունը դեռ ոչ բոլոր կապերն են երևի KGB-ում կար 4-րդ բաժին 5-րդ վարչության, որը զբաղվում էր եկեղեցիով։ Ես չեմ կարծում, որ հիմա այդ բաժինը վերացված է, գուցե համարն է փոխվել, գուցե անվանումը։ Եվ սա կլինի, սա կշարունակվի։ Այստեղ շատ կարևոր ինչքանով մեր պետությունը ուժեղ կգտնվի եւ ինչքանով հասարակությունը ավելի զգոն։ Ու կհասկանա, որ այսպես ասած շատ հայրենասիրական, ազգասիրական, քրիստոնեական բառերի ետևում շատ հաճախակի թաքնված է լրիվ ուրիշ նպատակներ։ Մեկ նոր խոսում էինք համերաշխության մասին, պետության, հանրության, բազմազանության եւ բազմազանության ուժի մասին, սա այն դեպքը չէ, երբ աշխատում են ուրիշ պետության շահերը իրականացնելու համար։ Այս սա շատ խիստ պետք է պատժվի, պահպանելով անմեղության կանխավարկածը սկզբից մինչև վերջ։ Անմեղության կանխավարկածը վերաբերում է մարդկանց, բայց ոչ երևույթներին։ Այսինքն պայքար է արտաքին ուժերի դեմ, արտաքին ուժերի ներգործության դեմ, սա ոչ թե ներ պետական պայքար է, այո, պետության ներսում է դա, բայց պայքար է արտաքին ուժերի դեմ, փաստորեն։ Ես սա դատապարտել է բոլոր երկրներում, եւ այն երկիրը, որը ես նշեցի, եթե նա երրորդ երկրի ներգործումը դատապարտել է։ Այո,
Եվ այն երկիրը, որ ես նշեցի, նա փորձում էր նույնիսկ ազդել Միացյալ Նահանգներում ընտրությունների վրա, ու մնաց, որ Հայաստանի ներքին հարցերին չխառնվի։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ պատասխանեցիք մեր Ես էլ եմ հարցերին։ շնորհակալ, շատ հաճելի էր։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ էինք զրուցում, զրուցուվար մեր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։